հասցնեմ, թե ով է Տերը, համարձակ դավանենք Հիսուսն է Տերը, որովհետև արժան է նա փառքի և երկրպագության, եթե ձեզ հարցնեմ, թե ով է Տերը, համարձակ դավանենք Հիսուսն է Տերը, որովհետև արժան է նա փառքի և երկրպագության, դավանենք, դավանենք Հիսուսն է Տերը, դավանենք Հիսուսին, ցնծացեք, ով սուրբերը, ցնծացեք, դուք հավիտենապես, դավանենք Հիսուսն է Տերը, դավանենք Հիսուսին, ցնծացեք, ով սուրբերը, ցնծացեք, դուք հավիտենապես, դավանենք Հիսուսն է Տերը, դավանենք Հիսուսին, ցնծացեք, ով սուրբերը, ցնծացեք, դուք հավիտենապես, դավանենք Հիսուսն է Տերը, դավանենք Հիսուսին, ցնծացեք, ով սուրբերը, ցնծացեք, դուք հավիտենապես, ցնծացեք, դուք հավիտենապես, ցնծացեք, դուք հավիտենապես։ Մարդ արածի կյանքը ինչին է միտված, իր կյանքի մեջ մարդը ինչ է հետապնդում, ինչերի հասնի, ինչ իրագործի, անունը ինչ դնենք, հաջողություն դնենք, հաջողություն ընտանիքի մեջ, հաջողություն աշխատանքի մեջ, հասարակական գործունեության մեջ, ոմանց համար շատ կարևոր է իրենց պրոֆեսիոնալ, այսինքն արհեստավարժ կյանքը, այսինքն այդ կարիերան, որ կարողանան լավ հիմքերի վրա դնեն, և ձգտում են, բարձունքների են ձգտում իրագործել իրենց նպատակները, մարդիկ չափվում են մարդկանցով, նրան անցա, կամ հասնեմ նրան և անցնեմ, գիտեք, այսպիսի մի հատ քարթու խոսք կա, և այդ ասողները ճղճի մարդիկ են, ասում են 5-ից հետ ենք, բայց 500-ից էլ առաջ ենք, ինչ է սա, այսինքն մենք շատ ավելի բարձունքների հասանք, նրանք մնացին հետևում, 500 հոգու հետև ենք թողել, այդ կարգի մենք մարդիկ ենք, ոմանց կյանքի նշանաբանը հետևյալն է, որ ուրիշներ իրենց երանի տան, ասեն երանի ես մարդուն, որտև այստեղ հասավ, որտև բարձունքների հասավ, մեծ հաջողություններ ունեցավ, և իսկապես մարդիկ երանի տալիս են, վայ, երանի իրեն, այս ինչերի հասավ, սակայն սպասում են այդ մարդու ձախողությանը, հենց որ ձախողում է ինչ են ասում են լավ եղավ, որտև իրենց սրտից չէր գալիս այդ երանի տալը իրենց սրտից չէր, մարդկանց ինչի համար են երանի տալիս այս կյանքի մեջ, օրինակ վերցնենք մարդկային փառքը և մանավանդ այն անձնավորությունների, ովքեր որ հասարակության մեջ շատ են երևում, դա կարող են լինել երգիչներ, դերասաններ, սպորտսմեններ, քաղաքական գործիչներ, բայց շատ հաճախ այդ փառքի կյանքը անփառունակ ձևով է ավարտվում։ Մի քանի օրինակներ բերենք։ Լիբիան մի առաջնորդ ուներ Մուհամմար Խադաֆի, 40 տարից ավելի այս մարդու առջև ուղղակի երկրպագում են, ծնկի են գալիս, բայց մի օր եկավ, երբ որ այդ ամբոխի վրեժը այդ մարդուց հանեցին և մարդը մեռավ, սպանեցին նրան, ոչ միայն այդքանը, իր մարմինը գետինը գցած, մարդիկ անցնում էին ի ցույց բոլորին, որ ինչ պատահեց այս մարդու հետ։ Ֆաշիզմի առաջնորդներից հիմա շատ անուններ կարող եք ասել, և պիտի ասեք գերմանացիներ, բայց այս մեկի անունը միշտ մոռանում են։ Բենիտո Մուսոլինի,
Գիտեք, որ ֆաշիզմի հիմնադիրներից մեկը սա է, Իտալիայի նացիստական, ֆաշիստական կուսակցության առաջնորդն էր այս մարդը։ Հիտլերի ամենամեծ խորհրդականն էր։ Եվ իր միտումը Հիտլերի հետ միասին ամբողջ աշխարհը ֆաշիզմով լեցնել։ 1945 թվականի ապրիլին այս մարդուն ման էին գալիս, փնտրում էին։ Ի վերջո մի պարտիզան, հասարակ մի զինվոր սպանեց Մուսոլինիին։ Նրա մարմինը բերեցին Միլան, այդ մարդը, որ Իտալիայի խորհրդանիշներ համարվում, Միլանի հրապարակում գցեցին եւ մարդիկ այդ մեռած մարմինը խոշտանգում էին։ Ուր մնաց Մուսոլինիի փառքը։ Փառքը ավարտվեց անփառունակ ձևով։ Այսպիսի շատ օրինակներ կարող ենք բերել։ Նիկոլայ Չաուշեսկուին, Ռումինիայի նախագահն էր, իր կինը միշտակար կրթություն էլ անգամ չուներ, բայց Ռումինիայի ակադեմիկոսների վրա նախագահ էր ինքը։ Երկուսին էլ տանկից հանեցին եւ սպանեցին, այդպես հարցը լուծվեց։ Մարդկանց ինչի համար են Երանի տալիս, ասենք, գեղեցիկ մի անձնավորություն է, իր գեղեցկության համար, եւ սա հիմնականում ում կանանց։ Տեսեք Աստծո խոսքը ինչ ասում։ Առակաց 11:22 Գեղեցիկ կինը, որ խոհեմություն չունի, խոզի քթին դրված ոսկե օղակի նման է։ Այդ ոսկե օղակը, ասենք, թող մի քանի օնս լինի անգամ, մի քանի 100 գրամ ոսկե, բայց խոզի դնչին է դրված, քթին է դրված։ Եվ այս խոհեմությունը ոչ թե Աստծո խոսքը ասում է, ոչ թե նրանց համար, ովքեր որ ասենք լավ ճաշ են պատրաստում կամ լավ հարսություն են անում, կամ էլ ասենք կրթված են, խոհեմությունը Աստծուց է գալիս։ Նրանք ովքեր որ աստվածային իմաստությունն են ձեռք բերել, նրանք են խոհեմ համարվում։ Մարդկանց երանության արդյունք կարող է լինել հարստությունը, երանի ես մարդուն, հա? Իր համար չկա, բառը չկա։ Ամեն բանին հասու է, ամեն բան կարող է անել, որովհետև շատ միջոցներ ունի։ Աստված ասում է, Տեր Հիսուսի խոսքերն են, որ մարդու կյանքը իր ունեցվածքից կախված չէ։ Անկամ այս կյանքը ժամանակավոր է եւ ամեն մարդու կյանքի օրերը կան, որ Աստված միայն գիտի։ Էլ ուր մնաց հավիտենականությունը, ունեցվածքից կախված չէ։ Տեսեք Տիմոթեոսի մեջ ինչ է գրված, առաջի Տիմոթեոս 6:17-18 համարները հետևյալն է ասում. Այս աշխարհի մեջ հարուստ եղողներին պատվեր տուր, որ չհպարտանան եւ անստույգ հարստության վրա հույսները չդնեն, հապակենթանի Աստծո վրա, որ ամեն բան մեզ առատորեն կտա վայելելու, բարի գործեն, բարի գործերով հարստանան, առատաձեռը եւ ուրիշի պիտույքներին հաղորդակից լինեն, եւ այդ բարի գործերը անշուշտ Սուրբ Հոգու առաջնորդությամբ, ոչ թե հետևում մարդկային փառքը թաքնված, ես բարեգործ եմ, ես այս բաները արեցի, եթե Հիսուսի անունով չէ, պարապտեղն է, Աստծո առջև ոչ մի արժեք չունի, թեև մարդկանցից գոհություններ ստանա։ Աստծո խոսքը ասում է, ով որ Աստծո հետ չի հավաքում, ցիր ու ցան է անում, պարապ է, եւ Աստված մի օր նրա կյանքի հաշիվը պիտի պահանջի։ Առակաց 23:4 Proverbs 23:4 Հարուստ լինելու մի աշխատիր, լավ, հարուստ լինելը արդյոք մեղք է, ոչ մեղք է հարստությունը, ոչ էլ հարուստ լինելը, եթե մեկը իր աշխատանքով, իր քրտինքով վաստակել է, հարստացել է, շատ օրինավոր է, Աստված իրեն օրհնի, բայց երբ որ այդ բանը կատարվում է ամեն միջոցներով, ամեն բան գործի դնելով, անգամ իր առողջության հաշվին եւ նաեւ ուրիշի առողջության հաշվին, որովհետեւ իր արածները հնարավոր է մեկի սրտի կատվածի պատճառ լինի։ Հարուստ լինելու մի աշխատիր, քու խորթիցդ ետ կանգնի, եթե արդեն որոշել ես, աչք պիտի տնկես այն բանի վրա, որ ոչինչ է,
նա անշուշտ իրեն թևեր կսարքի ու արծվի պես օդը կթռչի եւ բայ գնաց։ Այդպես է, որքան մեծահարուստներ մի օր հռչակվեցին սնանք, բանկրապտ եղան, որովհետև այն նենք մրցակցությունը, որի մեջ մտել էին եւ ուզում էին ուրիշներին անցնեն, ուրիշներն իրանցից ճարպիկ գտնվեցին եւ ինքը չկարողացավ այդ մրցակցությանը դիմանալ։ Ուրիշ շատ բաների համար մարդիկ երանի են տալիս այս կամ այն բանի մարդուն, օրինակի համար պաշտոնավոր է այս մարդը։ Եվ գիտեք, ծառայողական մեքենայով երեխաներին տանում են դպրոց, կնոջը տանում են շուկա առևտուր անելու, բայց երբ որ պաշտոնից ընկավ, երեսին նայող չկա այլևս։ Այդպես է, մենք անշուշտ այս ամենի վրա չպիտի ծանրանանք, սա նախաբան էր, որպեսզի ցույց տանք, թե աշխարհի մեջ մարդիկ ինչին են կամ ում են երանի տալիս։ Հա, եկեք մի հատ զավեշտական մի բան էլ քննենք նոր։ Այսինչ կնոջը երանի են տալիս, որովհետև 70-ը անց է եւ ոչ մի հատ կնճիր չունի իր երեսին։ Այ միամիտ 21-րդ դարում ես ապրում։ Չգիտես, որ գեղագիտական գործողությունների միջոցով կնճիրները հանել են։ Չհաշված բազմակի բոթաքսները, որ արել են։ Պարզ է, որ այդպես պիտի երևա։ Մենք իմացնենք եւ տեսնենք, թե իրապես իրական երանելիները ովքեր են եւ ինչի համար են, որ նրանք երանելի են։ Բառը ուրեմն հայերեն գործածում է թե երանի, թե երանելի։ Երկուսն էլ կգտնեք Սուրբ Գրքի մեջ։ Անցնենք հունարեն բնագրին եւ քննենք։ Մակարիոս, շատ օրտնված, շատ երանելի։ Ծանոթ անուն է սա Մակարիոս։ Ավակ սերունդը կիմանա, որովհետև Կիպրոսը մի նախագահ ուներ, Մակարիոս անունով, որ 1959-ից մինչև 77 թվականները այդ երկրի նախագահն էր։ Անգլերենով blessed է գրված, ամենտեղ թե օրտնված է եւ թե երանելին, եւ ռուսերեն վլաժենի երանելի։ Բայց մենք այսօր պիտի քննենք Մակարիոսը, որ շատ օրտնված է նշանակում։ Ուրիշ մի բառ էլ հունարեն կարող ենք գտնել Սուրբ Գրքի մեջ, էուլոգիո, որ միայն օրտնվածի համար է ասված։ Այն ինչ որ պիտի քննենք, ամեն մեկս մեր անձերը դրանցով պետք է քննության դնենք։ Տեսնենք, թե որտեղ է, որ մենք երանելի ենք, որտեղ է, որ երանելի չենք։ Եվ կարդանք առաջինը Հռոմեացիս 4:7-8 համարները։ Հռոմեացիս 4:7-8 համարները։ Երանին նրանց ասում է, Սաղմոս 32-ից է մեջ բերված, որոնց անօրենությունները ներվեցին եւ նրանց մեղքերը ծածկվեցին, երանի այն մարդուն, որուն մեղք չի համարում Տերը։ Ահա, ստեղից է ամեն բան սկսում։ Երանի այն անձին, ում մեղքերը ներված են, ում անօրենությունները ծածկվեցին, եւ դա տեղի ունենում Քրիստոսի արյան շնորհիվ։ Ուրեմն Մակարիոս օրտնված են բոլոր նրանք, ում մեղքերին թողություն եւ քավություն եղավ։ Իսկ ում մեղքերին թողություն չի եղել, նրա վիճակը ինչ է։ Արմատահայր մեր եղբայրները այսպիսի մի խոսք ունեն, ասում են հաբը գլեց, վիճակը վատ է, եթե մեկի մեղքերին թողություն չի եղել։ Իսկ որտեղից է սկսում այդ թողությունը, այդ երանությունը գալիս է հետևյալից։ Երկրորդ Կորինթացիս 5:21 Վասնզի Աստված Հիսուսին, որ մեղք չգիտեր, մեզ, ինձ եւ քեզ համար, մեղավոր համարեց, որպեսզի մենք Հիսուսի միջոցով Աստծո արդարները լինենք։ Մեր մեղքերը Հիսուս իր վրա վերցրեց խաչի վրա, համայն մարդկության մեղքերը։
Ով որ Հիսուսին հավատում է, ընդունում է, դավանում է, նրանց մեղքերին թողություն է եղել։ Աստծո մոտ արդարացումը միայն Քրիստոսի արյան միջոցով է։ Ուրիշ կերպ չկա։ Որքան որ լավություն անես մարդկանց, որքան որ բարեգործություն անես, ցույց տաս, որ քեզ նման բարի մեկը չկա, մրջունի վրա անգամ չես տրորում, ուրիշի հավին էլ քեզ չես ասում, կապ չունի։ Մեկ միջոց կա, Հիսուս Քրիստոսի արյունը։ Երբ որ մեզ սրբի, այն ժամանակ մենք Աստծո առջև ընդունելի կլինենք, Աստծո առջև արդարացած կլինենք։ Իսկ մարդուց ինչ է պահանջվում? Մարդուց մեկ բան է պահանջվում։ Ինչ? Մեղքերի խոստովանություն, ապաշխարություն։ Սա մարդուց սպասվածն է։ Մենք չշփոթենք, փրկության մեջ մարդը մաս ու բաժին չունի, բացարձակապես ոչ մի բան։ Սակայն փրկությունը ստանալու համար ինքը պիտի Տիրոջ կոչին այո ասի, պիտի իր մեղքերը խոստովանի եւ գրված է Հիսուս Քրիստոսի արյունը մեզ բոլոր մեղքերից կսրբի։ Եթե մեր մեղքերը խոստովանենք, Հովհաննես առաքյալը այսպես է գրում առաջի ընթանական թղթի մեջ։ Տեր Հիսուս իր հարությունից հետո աշակերտների մեջ հայտնվեց եւ բոլորը զարմացան, վախեցան, եւ Թոմասը այնտեղ չէր։ Երբ որ Թոմասը եկավ, նրան ասեցին, որ Տերը հայտնվեց։ Եվ այդ ժամանակ Թոմաս ասաց. «Միչև իմ աչքերով չտեսնեմ նրա ձեռքերի ծակված բևեռները եւ մատս նրա կողը չխոթեմ, չեմ հավատա»։ 8 օր հետո այդտեղ հավաքված էին բոլորը, Տեր Հիսուս նրանց մեջ հայտնվեց եւ ասաց Թոմաս, արի այդ բևեռները տես եւ մատդ բերդիր իմ կողից եւ մի եղիր անհավատ, այլ եղիր հավատացյալ։ Եվ Թոմասը ծնկի եկավ, ասաց իմ Տերս եւ իմ Աստվածս։ Եվ Տեր Հիսուս ասաց. դու հավատացիր, որովհետեւ տեսար։ Երանելի են Մակարիոս բոլոր նրանք, ովքեր որ չեն տեսնում ու հավատում են, հավատքի սահմանումը։ Մենք ինչպես հավատացինք, տեսանք 2000 տարի առաջ դեպքը տեղի ունեցավ։ Չենք տեսել, բայց հավատում ենք եւ Աստված ասում է բոլոր նրանք, ովքեր չեն տեսնում ու հավատում են, երանելի են Մակարիոս։ Այսօր գիտեք որքան մարդիկ փնտրտուքի մեջ են, նշաններ են ուզում, երևելի բաներ, փաստեր են ուզում։ Միթե Սուրբ Գիրքը փաստ չէ արդեն։ Հավատացյալի համար ավելի քան փաստ է։ Եվ մենք առավել փաստերի պետքություն չունենք, բայց անհավատ մարդկանց համար որքան էլ որ փաստ բերես, բավարար չէ։ Էլի ու էլի փաստեր, բայց ինչ բան է։ Լավ այ մարդ, դա քո խելքիդ բանը չի։ Նախ Հիսուսին ընդունի, որ Սուրբ Հոգին ընդունես քո մեջդ, որից հետո Աստված իր աստվածային իմաստությունը կտա, որպեսզի կարողանաս այս կամ այն բանը քննես։ Մարդը մարդկային իմաստությամբ ուզում է Աստծուն ճանաչել, եւ Աստված էլ աստվածային իմաստությամբ թույլ չի տալիս, որ մարդը մարդկային իմաստությամբ Աստծուն ճանաչի։ Եվ այդպես մարդիկ հիմարացած վիճակի մեջ են։ Փնտրում են իր դատողություններով, ուզում է Աստծուն ճանաչել։ Միթե հնարավոր է երրորդությունը ճանաչել դատողությունների միջոցով, անկարելիություն է։ Լավագույն դեպքում Եհովայի վկաների շարքը կհամալրես, ուրիշ ոչինչ։ Հաջորդ թեստը, որ պիտի կատարենք, բոլորիս համար է քննություն է, հավատացյալի կյանքը եւ կենցաղը շատ կարևոր մի տեղամաս։ Դրա համար պիտի կարդանք Սաղմոս առաջինը։ Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորթի մեջ չի քայլում ու մեղավորների ճամփի մեջ չի կենար ու ծաղր ընողների նստած տեղը չի նստում, հապա անոր հաճությունը Աստծո օրենքի մեջ է եւ ցորեկ ու գիշեր նրա օրենքի վրա կմտածե։ Եվ խոսքը այն մասին չէ, որ մի անգամ, երկու կամ երեք անգամներ
հանգամանքների բերումով այնպիսի շրջապատի մեջ հայտնվեցիր, որ անօրեն մարդիկ էին, անհավատ մարդիկ էին, խոսքը դրա մասին չէ, խոսքը այն մասին է, որ ոմանք հավատքի գալով, դրանից հետո ևս իրենց անցյալ կյանքը իրենց համար, որպես հիշողություն, որպես կարոտաղթ, նոստալգիա է, ախր այդ տղեկի հետ գիտես ինչ լավ կյանք ենք ունեցել, բայց Աստված քեզ սիրելիս նոր կյանքի կանչեց, որտեվ եթե դու նրանց շրջապատում գտնվես, նրանք իրենց կամքը քո վրա կգործադրեն, իսկ եթե ուզում ես նրանց փոխես, Աստծո խոսքը միայն պիտի խոսես եւ անցնես, նրանց հետ ամեն բան լինել, զգուշացիր, որ հավատքի քեզ չգցեն, որտեվ ամբարիշտների հավաքույթի ընկերակցության մեջ ինչ կա հայոյանք, կա անառակ անեկդոտներ պատմել, կա ծաղրանք, կա հպարտություն եւ մարդագովություն եւ տարբեր տեսակի ամբարտավանություններ։ Ոչ միայն դրանից քեզ օգտակար չլինի, այլ մեծապես դու կվնասվես։ Դրա համար ասում է. հապա անոր հաճությունը Աստծո օրենքի մեջ է եւ ցորեկ ու գիշեր նրա օրենքի վրայով կմտածի։ Նա ջրի ճամփաները տնկված ծառի պես պիտի լինի, որ իր ժամանակին իր պտուղը պիտի տա ու նրա տերևը պիտի չթափի։ Եվ եթե բան մնե պիտի հաջողի, բայց ամբարիշտները այդպես չեն։ Հապա մղեղի պես որ հովը կցրե։ Սրա համար ամբարիշտները դատաստանի մեջ չպիտի կարողանան կենալ, ոչ էլ մեղավորները արդարներու ժողովի մեջ։ Վասնզի Տերը ճանաչում է արդարների ճամփան, բայց ամբարիշտների ճամփան պիտի կորսվի։ Հիմա դու ընտրություն արա։ Քո ընկերակցությունդ որտեղ է։ Քո հավատակիցներիդ մեջ, թե դու փնտրում ես հին կարոտախտը, հին ճամփաներդ։ Տեր Հիսուսի ամենահանրայդ քարոզը որն էր։ Լեռան քարոզը, Մատթեոս 5-րդ գլուխ։ Եվ այդ քարոզախոսության նյութը հետևյալն էր. Երանի հոգով աղքատներին, Մակարիոս, վասնզի երկնքի թագավորությունը նրանցն է։ Ինչ է նշանակում հոգով աղքատներ։ Սրանք բոլոր նրանք են, ովքեր որ հասկանում են, որ իրենց հոգիները դատարկ է, պարապ է, իրենք աղքատ են, պետքությունն են Աստծուն, եւ Աստված է միայն, որ կարող է այդ դատարկությունը լեցնել։ Երանի բոլոր նրանց։ Երանի սքավորներին, վասզի նրանք պիտի մխիթարվեն, եւ երկու կերպով էլ հասկանում ենք, yani այն բոլոր սքավորներին, ովքեր որ Քրիստոսով իրենց հարազատին կորցրեցին, բայց մխիթարված են, որտեղ պիտի նորից նրան տեսնեն, եւ նաեւ սքավորներ, ովքեր որ իրենց մեղքերի վրա են սքում։ Աշխարհի մարդկանց համար մեղ գործելը արևածաղիկ չրթելու նման է, եւ իրենց ներսից էլ հանդիմանություն չունեն բոլորովին, բայց երանի նրանց, ովքեր որ իրենց մեղքերի վրա կսքան։ Երանի հեզերին, վասնզի անոնք պիտի ժառանգեն երկիրը։ Հեզությունը հենց խոնարհությունն է։ Մեկը եթե Քրիստոսի առջև չխոնարի, նրան ապագա չկա։ Կամ կա այդ ապագան եւ սարսափելի է դա։ Բայց մենք խոնարեցինք Տիրոջ առջև։ Մենք իր մեծափառությունը դավանեցինք, որ ինքը Տեր է, փրկիչ է, Աստված է, ամեն փառք ու պատիվ, օրհնություն, գոհություն միմիայն իր մեծ անվանը կվայելե։ Նրանք պիտի ժառանգեն երկիրը, այո։ Մենք Տեր Հիսուսի հետ պիտի գանք եւ հազարամյա թագավորությունը երկրի վրա պիտի անցկացնենք։ Երանին նրանց, որ անոթի եւ ծարավ են արդարության, վասնզի անոնք պիտի կշտանան։ Սա ինչ արդարություն է։ Աշխարհի մեջ եղած արդարությունը, Աստծո արդարությունը Քրիստոսն է հայտնված։ Երանին բոլոր նրանց, ովքեր Քրիստոսին կհուսան եւ Քրիստոսի միջոցով արդար գործերին, նրանք է որ պիտի կշտանան։ Երանի ողորմածներին,
Վասնզի անոնք ողորմություն պիտի գտնեն։ Այո, երբ որ մեկը Քրիստոսին է գալիս, Աստված Սուրբ Հոգիով այդ ողորմության առաքինությունը մարդու մեջ դնում է։ Երանին նրանց, որոնք սրտով մաքուր են։ Բնականon Ադամորդին սրտով ոչ միայն մաքուր չէ, այլ ամեն տեսակ ախտերով լեցված է։ Մաքրող միակ միջոցը Քրիստոսի արյունն է։ Երանի բոլոր նրանց, ովքեր Քրիստոսին եկան, եւ նրա արյունով նրանց սրտերը մաքրվեց։ Երանի Մակարիոս։ Երանի խաղաղություն անողներին վասզին նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն։ Տեր Հիսուս հիմքը դրեց խաղաղության։ Ինքը Եկտավոր հոր եւ մարդ արարածի միջև խաղաղություն բերեց եւ նաեւ խաղաղություն, որպեսզի հաստատվի մարդու եւ մարդու միջև։ Ինքն է մեր խաղաղությունը։ Այնպիսի խաղաղություն մեզ տվեց, որ խելքից ու մտքից վեր է, անհասկանալի է։ Ինչպես հնարավոր է ամեն տեսակ կյանքի փոթորիկների մեջ սրտիդ մեջ դու խաղաղություն ունես։ Եվ այդ խաղաղությունը մենք պիտի ունենանք նաեւ մարդկանց մեջ, որքան հնարավոր է։ Մարդկանց հետ խաղաղություն ունեցեք։ Երանի նրանց, որ հալածված են արդարության համար, վասնզի երկնքի թագավորությունը անոնցն է եւ այդ արդարությունը Քրիստոսն է։ Այսօր այլակրոն երկրներում, մանավանդ մուսուլմանական երկրներում, նաեւ Չինաստանում ուրիշ երկրներում քրիստոնյաները սարսափելի հալածանքներով են անցնում միայն այն բանի համար, որ իրենք Քրիստոսին են դավանում։ Երանելի են իրենք, շատ օրհնված են, Մակարիոս է իրենց համար։ Երանի է ձեզ, եւ ձեզ կնախատեն, եւ ձեզ կհալածեն, եւ սուտ տեղ ամեն կերպ գեշ խոսքեր կխոսին ձեր վրա ինձ համար։ Ցնծացեք եւ ուրախ եղեք, վասնզի ձեր վարձքը շատ է երկինքը, քանզի այս կերպով հալածեցին ձեզ մե առաջ եղած մարգարեներին։ Պետրոս առաքյալը ավելացնում հետևյալը, առաջի Պետրոս 3 գլուխ 14 համար։ Եթե արդարության համար, արդարությունը Քրիստոս, եթե Քրիստոսի համար չարչարվեք, երանելի եք, եւ նրանց ահից մի վախեցեք եւ մի շփոթվեք։ Այսինքն, եթե Հիսուսի անվան համար քեզ անարգում են, նախատում են, հայոյում են, անիծում են, ասում փառք տուր, երանելի ես, Մակարիոս քո կյանքիդ մեջ։ Աստված առատորեն քեզ պիտի վարձատրի դրա համար։ Այս քարոզը, որ Տեր Հիսուս արեց, լեռան քարոզը, մեզ համար մարտահրավեր է, challenge է։ Որքանով է այդ ամենը մեր կյանքերի մեջ իրականանում։ 9 երանիների մասին խոսվեց։ Մեր անձերը քննենք, դրանցից որն է, որ մեր կյանքի մեջ ակնառու է։ Ուրեմն քննության դնենք մեր անձերը։ Տեր Հիսուս իր հասարակական գործունեությունը այդ 3.5 տարին, որ իր Հորդանան գետի մեջ մկրտվելուց հետո իրեն տրվեց այդ բանը հասարակական գործունեության, բացառապես մարդկանց մեջ անցկացրեց, բացառությամբ այն դեպքերի, երբ որ Տեր Հիսուս ինքը առանձնանում էր աղոթելու համար։ Մարդկանց մեջ անցկացրեց, նրանց ցավերին հաղորդ եղավ։ Եվ Տեր Հիսուս թագավորության խոսքը հաստատելու համար նաև շատ հրաշքներ, բժշկություններ կատարեց, եւ հերթական մեկից, երբ որ չար ոգին հանեց, մի կին իրեն մոտեցավ եւ հետեւյալ ասաց. Երանի այն որովայնին, որ քեզ կրեց, Մակարիոս։ Եվ Տեր Հիսուս հետևյալ ասաց, Ղուկասու 11 գլուխ 28 համարն է. Մանավանդ երանի նրանց, որ Աստծո խոսքը կլսեն եւ կպահեն։ Շատ ավելի երանի են նրանք, Աստծո խոսքը լսում են եւ պահում են, գործադրության են դնում։ Եվ Տեր Հիսուս հետևյալ ասեց. միայն խոսքը լսողներ մի եղեք, այլ նաեւ այդ խոսքը կատարեք։ Հակոբոս առաքյալը շատ հստակ ձևով մեզ ներկայացնում է այդ բանը, Հակոբոս առաջի գլուխ 22-ից 25 համարները։ Խոսքը կատարեցեք, միայն մի լսեք ձեզ խաբելով։ Վասնզի, եթե մեկը միայն լսի խոսքը եւ չկատարի,
Նմանում է այն մարդուն, որ հայելի մեջ աշկերը տնկած իր բնական երեսը կդիտե։ Հայելի մեջ ինչի ենք նայում։ Որպեսզի տեսնենք, չէ, եթե մի բան այն չէ, շտկենք, հա։ Մեր վիճակը տեսնելու համար, վասնզի դիտելով կտեսնե ինք իրեն եւ կանցնի կերտա եւ շուտ մը կմոռանա, թե ինչպիսի մեկն էր։ Բայց նա, որ ազատության կատարյալ օրենքին աշկ տնկելով կնայի եւ նրա մեջ կկենա, կլսե, չի մոռանա, այլ կկատարի, երանելի պիտի լինի իր գործերի մեջ։ Ուրեմն երանությունը ոչ թե լսելու մեջ է, երանությունը կատարելու մեջ է։ Որտեվ իմանանք այս բանը, ում որ շատ տրվեց, շատ էլ պիտի պահանջվի։ Գիտեիր, բայց քու կյանքիդ մեջ գործադրության դրեցիր։ Քրիստոնեական կյանքը տրանսֆորմ լինելու, փոփոխության կյանք է։ Նոր բան պիտի գա մեր կյանքի մեջ։ Եվ Տեր Հիսուսի ասածը հնազանդության կոչ է։ Ոչ միայն լսեք, այլ նաև կատարեք։ Մենք ուզում ենք, չէ, հնազանդ զավակներ լինենք։ Ուզում ենք։ Ուրեմն գործադրության մեջ դնենք այն ինչ որ Տերը պատվիրեց։ Հիսուս ասաց, եթե ինձ սիրում եք, իմ պատվիրանները պահեք, եւ այդ պատվիրանները ծանր բան չեն։ Հիսուս մեր կարողություններից վեր մեզ ոչինչ բան չի առաջարկում։ Եվ իմանանք, որ Սուրբ Հոգին է գործադրության մեջ դնողը, մեզանից միայն հոժարություն պիտի լինի։ Ջանք անենք եւ Սուրբ Հոգին մեր ջանքերը պիտի օրհնի մեծապես։ Այսօր շատ հավատացյալներ կան, որ անտարբեր են ուղարկի, փրկված եմ եւ վերջ։ Ասեմ ձեզ, այսօր շատեր կան, որ միայն մտքի հավատացյալներ են։ Իրենց մեջ հոգևոր շունչ չես գտնում, հոգևոր մտածելակերպ գոյություն չունի։ Իրենց ձգտումները միմիայն աշխարհիկ եւ մարմնավոր բաներ են։ Այդպիսիները ապացուցում են իրենց վերստին ծնունդ ունենալը, ապացուցում են Աստծո որդի լինելը։ Շատ մեծ հարցական կա այդտեղ։ Միայն ասելով չէ, որ ես հավատացյալ եմ եւ քրիստոնյա եմ։ Քրիստոնյայի կյանքը պիտի արտացոլի այն ամենը, ինչ որ Սուրբ Գրքի մեջ գրված է։ Անշուշտ բոլորը նույն վիճակին չեն հասնում, բայց Քրիստոսի մեջ մենք պիտի անպայման աճ արձանագրենք։ Բայց շատ ցավալի է տեսնել քրիստոնյաներ, ովքեր մարմնավոր գաղջ վիճակի մեջ են եւ կարող ես ասել, որ երանելի ես դու։ Ոչ, այս պարագան երբեք երանելի չէ, օրհնված չէ։ Հայտնության առաջի գլուխ 3 համար։ Երանի նրան Մակարիոս, որ կկարդա եւ նրանց, որ կլսեն այս մարգարեության խոսքերը եւ կպահի, ինչ որ նրա մեջ գրված է, վասնզի ժամանակը մոտ է։ Երանի նրանց, ովքեր որ լսում են եւ պահում են ու կատարում են այդ խոսքերը, ասա է կարևորը։ Հայտնություն 22:7 Revelation Հիսուս ասաց. Ես շուտով կգամ։ Մենք ինչ ենք ասում, ամեն հալելույա, Տեր Հիսուս շուտով արի, Մարանաթա, Տերը գալիս է, շուտով է գալիս։ Երանի այդ երջանիկ հույսը, որ պիտի իրականանա բոլոր ճշմարիտ հավատացյալների կյանքում։ Երանի նրան, որ կպահի այս մարգարեական խոսքերը։ Նորից գրված է Մակարիոս։ Երանելի են բոլոր նրանք, ովքեր որ գործադրության են դնում։ Ուրեմն միայն լսողներ չլինենք, այլ նաև այդ խոսքը կատարենք։ Դրա համար ինչ է պետք։ Հոգևոր ձգտումներ, ցանկություն։ Եթե ցանկությունը լինի, Աստված մեր ջանքերը պիտի օրհնի։ Եվ պիտի գա ժամանակ, որ պիտի տեսնես, որ մեծ առաջընթաց ունեցար հոգևոր կյանքի մեջ։ Բայց եթե ականջալուր չենք, լսեցինք, անցավ, գնաց, պաշտամունքն էլ վերջացավ, լավ էր, ամեն բան տեղներ, գնանք տուն։ Այդքանով ավարտվեց հոգևոր կյանքը։ Ամեն օր պիտի լինի այդ կյանքը։ Մեկ ասաց, ես Սուրբ Գիրքը ծայրից ծայր կարդացել եմ։ Ասի հետո, ասաց դե գիտեմ։ Լավ Սուրբ Գիրքը գեղարվեստական գրականություն չի, որ կարդացիր եւ նրա մեջ գրվածներն էլ լավ հիշում ես։ Սուրբ Գիրքը
Աստծո իմաստությունն է, այնքան խորհուրդ է, որ հատակ չունի, երբեք տեղ չես հասնելու մինչև վերջ։ Այսպիսի քանի կյանք էլ մեզ տրվի, մենք ամբողջությամբ Սուրբ Գիրքը չպիտի հասկանանք։ Պողոս առաքյալը, որ լեցված էր Աստծո հոգով եւ այդքան հոգեվոր գիտություն ուներ, ասում էր շատից քիչը գիտենք, բայց երբ որ կատարյալը գա, շատից քիչը պիտի խափանվի։ Մենք ամբողջ հավիտենականության մեջ անգամ պիտի սովորենք։ Կարդալը, նաև լսելը, ովքեր որ չեն կարողանում կարդան, անհրաժեշտություն է հավատացյալի կյանքի մեջ եւ ամեն օր սերտել, յուրացնել, սեփականացնել այդ խոսքը, գործադրության դնել։ Աստծո ուզածը։ Այդ խոսքը թող մեր սեփականը դառնա։ Թող մեր մտքերի եւ սրտերի մեջ արմատ գցի, հիմնավորվի այդ խոսքը։ Ուզում ենք հասուն եւ գիտակից հավատացյալներ լինենք։ Սուրբ Գիրքը պիտի ուտենք։ Տառացիորեն չենք ասում, թերթերը պոկես ուտես։ Պիտի նրա մեջ գրվածները մեր հաճությունը լինի։ Մեր հաճությունը պիտի ցանկանք այս խոսքին ամենատեն։ Լավ, աչքերի տկարություն ունես, չես կարող կարդա, միջոցները շատ են, կարող ես Աստծո խոսքը լսել։ Եվ սա ծառայում է մեր հոգիների կերակուրը։ Պետք է որ ամեն ատեն մեր հոգիները Աստծո խոսքով կերակրվեն։ Մարդ արարածի համար այսօր ամենամեծագույն չարիքը որ կա, դա մահն է։ Եվ որևէ բան մարդը չի կարող անել, մահը ամեն մարդու դուռը մի օր պիտի թակի։ Երիտասարդ տարիքում լինի, որ շատ ցավալի է, կամ ծեր հասակում, մահը պիտի գա, փախուստ չկա դրանից։ Ինչ ուզում ես արա, այսօր շատ միջոցներ գործադրեցին, մինչև հիմա միլիարդներ, տրիլիոններ ծախսեցին, չկա, հնարավորությունը չկա, մարդը պիտի մեռնի անպայմանորեն։ Երբ որ մեկը իր հարազատին կորցնում է, ահա որ վիճակ է, մանավանդ եթե հավատքի մարդիկ չեն, այդ ցավը, այդ սուքը, այդ սրտի մորմոքը երկար ժամանակ մնում է, անգամ տարիները գլորվում անցնում են, նորից այդ ցավը մարդու սրտի մեջ կա, որովհետև վերջնականապես իր հարազատից բաժանվեց, միայն հիշողությունները, այդքան մի բան, այդ ցավը շարունակական է, սակայն այստեղ գալիս է ավետարանի բարի լուրը, կա հավիտենական կյանք, եւ այդ հավիտենական կյանքի հեղինակը Հիսուս Քրիստոսն է, ես եմ ասած կյանքը, հարությունը, ճանապարհը, հավիտենականությունը, ամեն բան Տեր Հիսուս է, նա մահվանը հաղթեց, ուր է ով մահ քո խայթոցը, ուր է ով գերեզման քո հաղթությունը, Հիսուս մահվան վրա հաղթանակ տարավ, մեռելների ցարություն առավ, ասաց ահա ես այստեղ եմ, ով որ ինձ հավատա, թեև մեռնի ինքն էլ հարություն պիտի առնի հավիտենական կյանքի համար, մենք հավատում ենք այս ճշմարտությանը, երանելի ենք եթե հավատում ենք, եթե չենք հավատում, սարսափելի սպասում դատաստանի և կրակի բարկություն, որ նրանց պիտի լափի, նրանք ովքեր որ չեն ընդունում և չեն հավատում։ Հայտնության 14-րդ գլուխ 13 համար, ևս մեկ երանելի, և քո անձդ քննի, այս երանելին քեզ պատկանում է թե ոչ։ Երանելի են նրանք Մակարիոս, ովքեր Տիրոջով կննջեն, մահը նրանց վրա իշխանություն չունի, բոլոր նրանք, ովքեր որ Քրիստոսով ննջեցին, երանելի են։ Մենք այս հույսը որ ունենք և ժամանակը գա ննջենք, մենք էլ երանելի ենք, որովհետև մահը այլևս մեր վրա իշխանություն չունի, այդ մարմինը մեր վրայից պիտի հանենք, բայց մենք հավիտյանս հավիտենից կենդանի պիտի լինենք, այն էլ Տիրոջ ներկայության մեջ, մարմնից հեռու, Աստծո ներկայության մեջ, այն պահին, երբ որ ճշմարիտ քրիստոնյան հավատացյալը իր աչքերը փակում է և իր սիրտը դադարում է բաբախելուց,
Այդ պահին նրա անձը եւ հոգին մարմնից դուրս է գալիս եւ Աստծո հրեշտակները պատրաստ սպասում են։ Նրան առնում են եւ մեկ ակնթարթում հասցնում են Աստծո ներկայության մեջ։ Այո, շատ ցավալի է հարազատ սրտակից մեկին կորցնելը։ Այո, տարիներ այդ ներկայությունը վայելեցիր, նրա հետ ապրեցիր, նրան տեսար եւ հիմա ինքը այլևս չկա։ Բայց որքան մեծ մխիթարություն կա, որ գիտես նրա գնացած տեղը շատ ավելի լավ տեղ է, քան այս պայմանները, որի մեջ մենք ապրում ենք։ Մեր սալից աշխարհ եւ մեր հոգիները այստեղ տանջվում են։ Իսկ նրանք, որ տիրոջով չեն ննջում, սա շատ սարսափելի մի բան է։ Աստված է հռչակում, որ նրանց սպասում է դատաստան, եւ դա ահավոր մի բան է։ Եթե դու Քրիստոսը կյանքիդ մեջ չունես, մտածի, լավ մտածի։ Հայտնության 20-րդ գլուխ եւ 6 համար։ Երանելի, ինչ է, այսինքն Մակարիոս։ Ու սուրբ է նա, որ առաջին հարության մեջ բաժին ունի։ Նրանց վրա երկրորդ մահ իշխանություն չունի, հապա նրանք Աստծո եւ Քրիստոսի քահանաները պիտի լինեն եւ նրա հետ 1000 տարի պիտի թագավորեն, սա պիտի լինի երկրի վրա, երբ որ Աստված հռչակի իր թագավորությունը Քրիստոսով, բոլոր ճշմարիտ քրիստոնյաները եկեղեցու շրջանի այս թագավորական եւ քահանայական կարգի մեջ պիտի լինեն երկրի վրա։ Նրանք ովքեր որ երկու ծնունդ ունեն, մեկ անգամ պիտի մեռնեն։ Առաջի ծնունդը մեր ձեռքը չէր, հա? Մենք ծնվեցինք, աշխարհ եկանք եւ Աստված մեզ բերեց այս աշխարհը, մեր ծնողներին գործածելով փառք Տիրոջը։ Երկրորդ ծնունդը հոգևոր ծնունդ է։ Սա տեղի ունենում միմիայն ապաշխարությամբ Քրիստոսին Տեր եւ Փրկիչ ընդունելով։ Ովքեր որ այս երկու ծնունդը ունեն, մեկ մահ է սպասում մարմնից անջատվել։ Բայց նրանք ովքեր որ մեկ անգամ են ծնվել, երկու անգամ պիտի մեռնեն։ Առաջինը մարմնով մահ եւ երկրորդ մահը սարսափելի է, հոգով մեռնել, բայց չվերջանալ, հավիտյանս հավիտենից տանջանք։ Գիտեք, հաճախ ասում են, այնքան դրամատիկ եք ներկայացնում, վախենում ենք։ Բայց վախեցեք, որ Տիրոջը գաք։ Երբ որ չեք վախենում, հանգիստ ձեզ համար շվշվացնելով ապրում եք։ Ձեզ ասում ենք Տիրոջ խոսքով, մեզանից ոչինչ չենք ավելացնում, կավլեցի։ Կարդանք Հայտնության 20-րդ գլուխ 11-ից 15 համարները։ Մեծ ջերմակ աթոռ տեսա, որի վրա մեկը նստած էր։ Դատաստանի աթոռն է սա։ Նրա երեսից երկիր ու երկինք փախան եւ տեղը չգտնվեցան, վախից։ Աստծո առջև ներկայանաս։ Տեսա պստիկ եւ մեծ մեռելներ, որոնք Աստծո առջև կանգնած էին։ Գրքերը բացվեցին եւ ուրիշ գիրքն էլ բացվեց, այսինքն կյանքի գիրքը, եւ գրքերի մեջ գրված մեռելները դատվեցին իրենց գործերի համեմատ, եւ ծովի միջի մեռելները տվեց, նրանք ովքեր որ ծովի մեջ, գետի մեջ, ջրի մեջ խեղդվել են, եւ մահը եւ դժոխքը իրենց միջի մեռելները տվին, ամեն մեկ իր գործերի համեմատ դատվեց, ոչ միայն Քրիստոսը չունենալու համար պիտի դատվեն, այլ նաև այս կյանքի մեջ կատարած իրենց ամեն անօրությունների համար Աստված արդար վրեժ պիտի առնի։ Եվ մահը դժոխքը կրակի լճի մեջ ձգվեցին, սա է երկրորդ մահը, եւ ով որ կյանքի գրքի մեջ գրված չգտնվեց, կրակի լճի մեջ ձգվեց, սարսափելի է սա, սարսափելի է։ Այս օրերին շատ հավատացյալներ անհանգստացած են այն գործընթացով, որ աշխարհում տեղի է ունենում։ Եվ դա հետևյալն է, եւ շատ շուտով այդ բաները կլսվի, ավելի շատ միջոցներ, լրատվական միջոցներ դրա մասին կհայտնեն, որ նոր անձնագրերը, կրեդիտ քարտերը կամ ասենք սոցիալական քարտերը գալիս են չիպեր նրանց դրված, նրանց վրա չիպեր դրված։ Եվ շատ շուտով մեր ամբողջ կենցաղը այն պիտի գրավի։
Ոմանք ասում են, եթե ես այդ չիպը դրված անձնագիրը վերցնեմ, կամ այդ սոցիալական քարտը, կրեդիտ քարտը, արդյոք ես ների կնիքն եմ ընդունում իմ վրա։ Մի անգամից ասենք ոչ եւ դարձյալ ենք ասում ոչ։ Որովհետեւ հավատացյալի վրա դա իշխանություն չունի։ Եվ այնինչ որ Սուրբ գրքի մեջ գրված է Հայտնության 13-րդ գլխում, ները պիտի ինքը մարմնով հայտնվի երկրի վրա։ Ների հոգին գնալով զորանում է, գործում է, բայց ինքը երկրի վրա տարածիորեն մարմնով պիտի հայտնվի եւ իր հրամանով մարդիկ իրենց ազատ կամքը ներին պիտի տան, որից հետո նրանց աջ ձեռքի կամ ճակատի վրա կնիքը պիտի դրվի եւ վերջացավ։ Այլևս այդ պիտիներն փրկություն չկա։ Սակայն այս ամեն ինչ որ կատարվում է, միայն պատրաստությունն է այդ բանի, որ պիտի գա։ Դեռևս ները չհայտնվեց եւ նրա հրամանը չտրվեց։ Եվ եկեղեցին երբեք էլ ներին երկրի վրա չի տեսնելու, որտեղ միջև այդ մենք մեկ ակնթարթի մեջ երկինք պիտի գնանք։ Ուրեմն այն ինչ որ պիտի կատարվի, մեծ նեղության շրջանին պիտի լինի։ Իսկ մենք հաջորդ երանելին է գալիս եւ կարդում ենք Հայտնություն 19-րդ գլուխ եւ 9 համար։ Երանելի են նրանք, որ Գառնուկի, այսինքն Տեր Հիսուսի հարցանյաց ընթրիքին կանչված են։ Դու այդ երանելիների մեջ ես։ Դու այդ հրավիրատոմսը ստացել եւ ընդունել ես։ Փակ Տիրոջ։ Տեր Հիսուս այդ հրավիրատոմսը առաջարկում է աշխարհի բոլոր մարդկանց առանց խտրության։ Այլակրոններին, պիղծ կրոնների մեջ եղողներին բոլորի համար Հիսուս իր կյանքը տվեց։ Ովքեր որ հրավիրատոմսը ընդունում են եւ այո են ասում, նրանց տեղերը երկնքում ապահովում է, վճարել չկա, ոչ մի բան չկա, որովհետեւ այդ ամենը Հիսուսի արյան միջոցով վճարվեց։ Երկնքում քու տեղդ ապահովում ես։ Եվ մեկը որ ապաշխարում է ճշմարտապես, դառնում է Քրիստոսի հարսը հավաքականորեն։ Երկնքի մեջ Քրիստոսի կոչունքը պիտի լինի, հարսանյաց հանդեսը պիտի լինի եւ եկեղեցին փառավորյալ ձևով ջերմակ հանդերձներ հագած պիտի ներկայանա այդ կոչունքին։ Այն ժամանակ, երբ որ երկրի վրա ները մարդկությանը պիտի չարչարի իր կնիքը դնելով եւ տարբեր տեսակի արհավիրքներ պիտի գան երկրի վրա, երկնքի մեջ մենք պիտի վայելենք Գառնուկի կոչունքը։ Եթե դու այդ երանելիների մեջ ես, այսօր եւ այդ անգամ այս պահին կարող ես տիրանալ դրան, սրտիդ մեջ հավատա եւ Տեր Հիսուսին հրավիրի քո կյանքիդ մեջ, եւ նա պատրաստ է քո կյանքիդ մեջ գալու։ Այնինչ որ պիտի տեղի ունենա, որ մենք երկինք հայտնվենք եւ հուսացել ենք դրան, ոմանք մահվան միջոցով անցան, ննջեցին եւ երկինք գնացին, բայց սպասում ենք այն մեծագույն իրադարձությանը, որ կոչվում է հափշտակություն, rapture։ Երանելի են բոլոր այն հավատացյալները, որոնք հափշտակության հավատալիք ունեն։ Կան քրիստոնյաներ, որոնք վերստին ծնունդ ունեն, բայց նրանց համար հափշտակությունը ալիգորիկ մի բան է, որովհետև այդ դպրոցին են իրենք հարում։ Բայց մենք հավատում ենք տարածիորեն կատարվող իրադարձության, փողը պիտի ընչվի, Առաջի Թեսաղոնիկեցիս 4 գլուխ, եւ մեռելները հարություն պիտի առնեն առանց ապականության, մենք էլ պիտի փոխվենք մեկ ակնթարթի մեջ, աշկ փակելու, բացելու մեջ, եւ քո կողքիդ աշխատող ընկերդ ընկերուհիդ պիտի տեսնի, որ դու այլևս չկաս, կամ ընտանիքի մեջ նրանք ովքեր որ չեն հավատում, պիտի ասեն, այսօր գնաց, չկա։ Եվ այդպես միլիոնավորներ երկինք պիտի գնան երկնային կոչունքին մասնակցելու։ Ուրեմն այս քննության մեջ, այս երանելիների մեջ քո անձդ դու քննեցիր, քանիսի մեջ էր, որ ասեցիր ամեն, այս երանելին ես ունեմ։ Հավատում ենք, որ բոլոր ճշմարիտ քրիստոնյաները երանելի են, որովհետև Քրիստոսի արյունով մաքրվեցին, սրբվեցին եւ
երկնային կոչունքին իրենք մասնակից են, բայց նաև խոսվեց երանելիների մասին, որոնք որ այս կյանքին են վերաբերում, դա հավատքի կյանքի ընթացքի երանությունն է։ Մենք հոգևոր ընթացք ունենք, մենք հոգևոր կյանքով ապրում ենք, Քրիստոս մեզ համար միայն կիրակի օրն է, թե ամեն օր է Քրիստոս, իր խոսքը, իր ճշմարտությունները, այս բաների մասին մտածենք։ Իսկ նրանք, ովքեր որ ընդհանրապես Տիրոջը չեն ճանաչում, չեն եկած, ասենք, սիրելի հայորդի, Տեր Հիսուս Քրիստոս մասնավոր քեզ համար իր անձը զոհեց խաչի վրա 2000 տարի առաջ։ Քո բոլոր մեղքերդ իր վրա է վերցրել։ Եթե դու հավատաս նրան և քո շրթունքներով դավանես և նրան քո կյանքիդ մեջ հրավիրես, Հիսուս Քրիստոսի արյունը քեզ բոլոր մեղքերից պիտի սրբի, չէ հիշելու պայմանով, քեզ համար կյանքի նոր ընթացք պիտի գա և Աստծու կողմից երանելի պիտի կոչվես։ Ուզում ես այդ բանը, շատ պարզ է, ճշմարիտ փրկարար հավատք, Հիսուսին հրավիրի կյանքիդ մեջ, Տերը թող քեզ իմաստություն տա, որպեսզի այդ քայլ անես, իսկ մեզ համար սիրելիներ, մենք այս երանելիները մեր կյանքերի մեջ գործածենք, որտեղ որ պակասենք, ջանք անենք, աշխատենք եւ Աստված մեր ջանքերը պիտի մեծապես օրհնի, Տերը օրհնի իր խոսքը եւ ձեզ բոլորիդ ամեն։